Աննան ով է, Աննան ախր թող կրթի, իր մարդուն, մարդն էլ չի սիրեկանն է, ես չգիտեմ Աննան Նիկոլին, ոնց է ընդունում, Նիկոլը Աննայի ինչն է։ Էդմոն Մարուքյան, հլասա Նիկոլը Դավաճանա Նիկոլն է, Արցախը հանձնել, ամբողջ ԿՊ-ին պետքա տանես դատես, Աննայից բռնած, ինչ ես անել, ինչ լոլոներ ես կարդում։ Հիշել, քանի Քոչարյանը կա, Նիկոլը համ մնալու է։ Մնում է ասենք մենք դուրս գանք, կոչ անենք ժողովրդին, ինքնուրույն, ինքնաբուխ հավաք կազմակերպենք, սրանց սաղին բռնենք, այս ընդդիմությունով, նիկոլականներով, բաներով, փրկենք երկիրը, ոչ մեկ մեր երկրի մասին չի մտածում։ Լավ անում Աննան, նստած էլ ոչիլ, տգե, տխմար, այդ պահին, եթե իրանք ինքնասիրություն ունենային, արդեն իսկ բոլորը պիտի մանդատները վայր դնեին, ասեն ես ինչ անում, լավ։ Բարև իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Newspress կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին, շնորհակալություն հրավեր ընդունելու համար Արիաննա։ Ինձ էլ եմ շնորհակալ։ Արիաննա, վերջին մեկ շաբաթում մենք նկատում ենք Աննա Հակոբյանի էջում Facebook-յան գերակտիվություն, նա որոշել է անդրադառնալ քաղաքական մեկնաբաններին, լրագրողներին, նախկին դեսպան եւ որակումներ է տալիս, հա, տխմարից սկսած մինչեւ ոչիլ, հա, ոչիլը ընդ որում վերաբերում էր 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջը։ Ինչ է կատարվում, ինչ է տեղի ունեցել։ Եթե անկեղծ Հրանտ ջան, նայում եմ ու բարձր ձայնով ծիծաղում եմ։ Մենք ում մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մի տարօրինակ կնոջ կերպարի մասին, որը իրեն համարում է վարչապետի կին, առաջին տիկին, բայց սկսենք նրանից, որ մարդիկ ասում են, օ, Աննա Հակոբյան, վարչապետի կին, ասկի վարչապետի կինը չի, մեկը ես ուզում եմ հասկանամ այդ կերպարը, տվյալ անձը, Սիրուհին է, Նիկոլի արդյոք երեխաների մայրն է, հասկանում եք, հիմա էլ մարդը Շենգավիթի տարածաշրջանից, այն փնթի տան միջից, բոլորս մենք տեսել ենք Նիկոլի ապրած տունը, որտեղ ինքը ապրում էր, դուրս է եկել, սենց ոնց որ վզից բռնել, բերել գցել են մի դղյակի պալատի մեջ, մարդը չի համակերպվում, երևի այնտեղ ովքեր որ ապրում են, ասենք այնտեղ Ալեննա, մնացածն են, հա, այն մնացած պաշտոնյաները, ի նկատի ունի իրենց մասին, պարզապես բառերն սխալ գրում։ Ես կարծում եմ, որ տվյալ կերպարը կենթանաբանական այգի է բացել ինչ-որ կառավարության դաչայի մեջ ու սկսում է խոսել կամ ինչ-որ մի բան է թաքցնում, որ պետք է ինչ-որ մի աղետ լինի։ Կհիշեք 44-օրյայից առաջ էլ գնացել էր ֆոտոսեսիաներ էր անում, սենց հիպիի նման Ստեփանակերտից հիմա էլ մոտենում է, չգիտեմ, ինչ-որ մի աղետալի բաներ, նման նստած արտահայտություններ անում։ Դուք ճիշտ նկատեցիք, զոհվածի հերոսին անվանել է ոչիլ, եթե զոհվածի հերոսին անվանում է ոչիլ, ապա ինքը քրոջը, հա, անվանում է ոչիլ, ես էլ կասեմ ինքը ոտքից գլուխ անիծ է։ Անիծը կպնում է տզի նման, մարդկանց գլխի մեջ դուրս չի գալիս, ոչիլը քայլելով դուրս է գալիս։ Ասենք ինչ կարելի ասել, մարդկանց տգետ է անվանում, էշ է անվանում, ասենք իրանից նեղանալ չի կարելի, ինքը մի անբարոյական կերպար է, որի բուն մասնագիտությունը դա բունկերից բունկեր բարոյական աջակցություն ցուցաբերելն է։ Կա կանացի նեղսրտվածություն այն քննադատություններին, որոնք հնչեցվել են, հա, բազմիցս։ Բայց ինչի ժամանակին բոլորի կյանքը ինքն ու Նիկոլն ուտում էին իրենց շանտաժ անելով մարդկանց, համենայն դեպս այդպես են ասում, հոդվածներով, թող ինքն էլ դրան սովորի եւ վերջո թող պատրաստ լինի, որ իրենք ամուսիններով պետական դավաճաններ են։ Իրենց օրոք է Արցախը հանձնվել Ադրբեջանին, իրենց օրոք է եռաբլուրը հազարներով երեխաներ հուղարկավորված,
Էդի ինչ ուզում են ասեն բանը, հա, ասենք, «Ոյ Աննա ջան, դու պուպուշ ես»։ Աննան ով է։ Օրինակ, Սասուն Միքայելյանի տղան մեծը։ Օրինակ կփաստի, Աննան ոնց է տիկին դարձել հրազդանից սկսած մինչև ղռեր։ Հաստատ վստահ եմ, որ Սասունի մեծ տղեն կփաստի։ Իսկ ես պատահական ոչ մի բան չեմ ասում։ Դրա համար այդ գժից նեղանալ չի կարելի։ Ես ասում եմ, Աննան մի անբարոյական կերպար է, որի բուն մասնագիտությունը, ասենք բունկերից բունկեր բարոյական աջակցություն ցուցաբերելն է։ Մեկ էլ զենքը բռնի ձեռքը, հիշում եք պատերազմի օրերին, պարկի հողերին իբր գնացել է հայրենիքա փրկում։ Նա տեղով սատանա է հարությունը կրթելու առաքելությունը եւ կրթվելը նորաձև է արշավով էսեր դե մայր ոչիլը, որը ես էլ ի պատասխան կասեմ իրեն Աննան մայր ոչիլը, որը հավաքում է իր նման կերպարներին, երբ վախացնելով ինչ ես այն օրը նայում եմ մատքին նստած տեղը քնում է, ասենք անամոթ ինչ է կրթում, բանը սովորացնում է բունկերում ոնց պետքա բարոյական հոգի մտքի եւ հոգու հեղափոխություն էին անվանել։ Դե իրանք այդպես են անվանում, բայց ես էլ ասենք դուք երբևիցե լսել եք ինչ որ Աննան ինչա սովորացնում եթերներից, լսել եք, չէ, ինչ որ երաժշտություն են դնում, գնում է հիպի նման, այս գլխից այն գլուխը, այն գլխից այն գլուխը, նստում է այն դավաճանն էլ Նիկոլիկը նստած սենց աթոռի վրա, սենց ապուշի դեմքով սենց նայում է, ինչ իրենց ոչիլներին հավաքում են, ինչա սովորացնում է, ոնց պիտի բարոյական աջակցություն ցուցաբերեն, սովորացնում է, եթե մարդ քեզ մի բան ասում, դու պիտի ասես ոչիլ, էշ, տգետ, անասուն հիմար։ Ախր Աննան ով է, Աննան ախր թող կրթի։ Իր մարդն էլ չի սիրեկան է, ես չգիտեմ Աննան Նիկոլին, ոնց է ընդունում, Նիկոլը Աննայի ինչն է, ես չգիտեմ, բայց եկեք հիշենք, որ երկու անկիրթ Նիկոլին ով դիպլոմ տվեց, ու երբ տվեցին, թող կրթի իրա մարդուն, ինչ որ Շենգավիթի պատերի փնթյանոցից դուրս է եկել, ես էլի եմ ասում, եկել նստել է մի դղյակի մեջ, սովոր չի ինքը, Բոշե Փաշա չի դառնա, դա Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյան ճակերտավոր զույգն է, իրենք աղետ են, իրենք սատանա են, իրենք պետական դավաճաններն են, ես զզվում եմ իրենցից։ Արիանա, դուք նշում եք անդադ, որ դավաճան են պետական, բայց առնվազն թիվ 1 խորհրդարանական ընդդիմության առաջնորդ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ ավելի շատ դգիտության վրա էր հողմանում, քան դավաճանության։ Ի վերջո, արդյոք ընդդիմությունը վերաբերում է այս իշխանությանը որպես իրականում պետական դավաճանների։ Ահա, հիմա նայեք, հեսա եթե հենց սկսեմ խոսել, չէ, եւ թե ձեր YouTube-յան կանալի տակ, եւ թե իմեջում հարցակումներ կլինի։ Գիտեմ, որ հետևում ես իմեջին, Հրանտ ջան, ինչքան եմ ես իմ Facebook-յան լայվերի ժամանակ գոռացել Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան գաղտնի հանդիպումների մասին։ Ես անգամ ասել եմ, հերքեք, եթե ես սխալ եմ, հերքեք։ Եկեք նայենք Ռոբերտ Քոչարյանի թիմը, ով է։ Նախկին նիկոլականներ, բոլորը։ Ովքեր 2018 թվականին, այո, իհարկե, քայլում են, հիմա էլ բան են անում, գործից դուրս էինք եկել Լյովիկը, գործից դուրս է եկել Քոչարյանի տղը, անցնում էի կադրի տակով ընկա, հա, ես էլ եմ եղել հրապարակում իմ լրագրողների հետ, նկարել ենք, լուսաբանել ենք, բայց ասենք դուք, Լևոն, Սեյրան Օհանյան, այնտեղ կա Աննա Գրիգորյան, Ագնեսա Խամոյան, բոլորը իշխան դաշնակները, իշխան Արծվիկ Մինասյան, այդ ես էի իրանցից պաշտոններ վերցրել, թե ես էի Նիկոլի թևը ընկած տանում։ Նայեք տեսեք, ինչումն է խնդիրը։ Հենց իրականությունը ասում ես, չէ՞, իրանք խոդի են տալիս իրանց ֆեյքերը։ Ճիշտ է, ճիշտ է։ Տեսեք, ասենք Ագնեսա Խամոյան, ասենց կոկորթ մարդու կկրծի, որ Քոչարյանին ոչ մի բան չասենք, բայց Ագնեսա Խամոյան եւ մնացած թիմը որևիցե մեկ անգամ դուք լսել եք ասել Նիկոլ Դավաճան։ Լսել եք այդ բառը։
Քոչարյանի թիմը ամբողջ հայազգին չխաբեց, ասեց գնում ենք 3 ամսով խորհրդարան, որպեսզի Նիկոլին հեռացնենք։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Impeachment-ի գործընթացն անլուրջ է։ Ահա, ինչով է անլուրջ։ Ինչի որ իրանք էս այդ падգամավորի կոչումները որ կորցնեն, ես ասել եմ, ֆայլա բազարում սկի կաշկակշելու աշխատանք իրանց չեն տա։ Ասենք ինչով է Նարեկ Մալյան, Էդգար Ղազարյան, այդքան իրանց ճղում են, որ մանդատները դրեք, էս արեք, են արեք, իրանք մենք նպատակահարմար չեն գտնում, երբ որ պետք լինի կմիանանք, եթե 8 հոգի, չէ, ինչքան հիշում եմ, ՔՊ-ից միանան, մենք էլ կմիանանք, այդ ինչի, պարոն Քոչարյան, ասենք, մի հատ հարց էլի, Լյովիկին ես հարգում եմ, անկեղծ եմ ասում, բայց Լյովիկը սպորտսմեն տղա, զալից ինքը դուրս չի եկել, ես իրան ուրիշ կերպարի մեջ երբևիցե ես չեմ տեսել, ասենք դարձրեցին падգամավոր, ամեն ինչ անում են մարդկանց մեջ միշտ նստացնում են, որ Լյովիկին սարքեն վարչապետ, և ասենք հետո գիտեք ոնց, ասենք հիմարը չի հասկանա, որ պարզ Ռոբերտ Քոչարյանը աթոռի կռիվ անում, կամ ես եմ լինում վարչապետ, այսինքն իրենց թիմից կամ ինքը կամ իր տղան կամ որևիցե մեկը, կամ մնում է Նիկոլը։ Բայց ինքը հարցազրույցում խոսում էր քաղաքական մոնոպոլիաների մասին, ավելի շատ խոսում էր երրորդ նախագահի Գիտեք ոնց է, ով ուզում է Նիկոլի աթոռը պահի, անկեղծ եմ ասում, ով ուզում է Նիկոլի աթոռը պահի, սկսում է խոսել Սերժ, դուք հիմար չեք։ Ասենք նախ, ասենք ես զարմանում եմ, այն որ ասում են Սերժը բերեց Նիկոլին։ Սերժ Սարգսյանը երբ հրաժարական տվեց Հրանտ ջան, ով էր ժամանակավոր վարչապետ։ Կարեն Կարապետյանը։ Ով հանձնեց Նիկոլին, ով գնաց Նիկոլի հետևից բանտ խոսեց, ինչ պայմանավորվեցին, եկա ասել ժողովուրդ ջան, ամեն ինչ թող լինի ձեր սրտով, ես իմ պոստը հանձնում եմ ժողովրդավար վարչապետին։ Ով տվեց Նիկոլին, ով տվեց, եւ ասենք գիտեք ոնց, հեսա կասեն հա Սերժական Արյանան։ Չէ, ես ասում եմ, ճիշտ է։ Կարեն Կարապետյանը իշխանությունը փոխանցեց Նիկոլին ցելով։ Շատ մեղմ ձևակերպումներով Կարապետյանի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, դա ինչի չեն ասում, որ 20 օր կլիներ, չէ՞ թե ավելի շատ։ Որ Կարեն ինչքան էր չեմ հիշում։ Կարեն Կարապետյան ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մայիսի 1-ին արդեն տեխնացու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։ Հələ մի հատ նայեք, ով է հանձնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Ինչի Կարեն Կարապետյանի անունը չեն տալիս։ Ինչի։ Որ ջիգարով բարեմաղթանքներ էին մաղթում, էս անում, են անում։ Պարոն Քոչարյան, ինչի չեք ասում։ Նա իդեպ որ ձեր կնոջ բարեկամն է դրա համար։ Դեպ 21 թվականի ընտրությունների հետ կապված էր բավական ուշագրավ դիտարկումներ արեց Ռոբերտ Քոչարյանը, ասում է հանրապետականը մի բան խանգարեց իր մասնակցությամբ ընտրություններին։ Իո, լուրջ։ Խի որ Քոչարյանը իր թիմով խաբեց եկավ։ Ինչով խաբեց։ Խանգարեց։ Հանրապետականը խանգարեց, որ ըստ շրջանառվող լուրերի Ռոբերտ Քոչարյանի տղան Սեթրակը ԿՊԱ-ականների հետ վիլաներ շենքեր է սարքում, դրանով խանգարեց։ Հանրապետականը խանգարեց, որ Լևոնը 2 ամսով գնաց բանտ, դարձավ падգամավոր։ Հանրապետականը խանգարեց, ասենք, ես Սիրուշոյին շատ սիրում եմ, բայց կան չափեր էլի անկել։ Մենք դարձանք խոշոր, խոշոր հարկատուների ցանկում մտանք, այդքան մեր ընտանիքին քննադատում են, էս են անում, են անում։ Հրանտ ջան, ես ու դուխի չենք հարստանում։ Մենք ինչի տներ չենք առնում։ Կան ընդդիմության այնտեղ մի զանգված առանց ամաչելի ասում է 3 հատ 4 հատ 5 հատ տուն ունեմ, նորից առնելու եմ։ Լավ լրագրող լինեիք, դուք էլ առնեիք, ասեք խայտարակությունը, հետո էլ ասում են Արյանան, վայ, էլ նրան տեսեք, բա կուլտուրականներ, բա ձեր խոսելը նայեք, գնացել եք այդտեղ, վեր եք ընկել այդտեղ, ինչ Նիկոլի աթոռն եք պահում,
ասենք արդեն զզվելի է այն կլասիկ Մարուքյանը, փոքրիկ Նիկոլիկը։ Վարչապետի տեխնացու է։ Խի բա Հովիկ Աղազարյանը։ Հովիկ Աղազարյանին էլ չէ առաջադրեցին։ Դու հասկանում ես, նորից նույնը։ Հովիկ Աղազարյանն ասաց, ես այն տղային չեմ, որ լինեմ վարչապետ, թե Ես վերնագիրն եմ տեսել, որ արի իրենց առաջադրած տեխնացուն Էդմոն Մարուքյանն է եւ Էդմոն Մարուքյանն ասում է, որ Քարուքանդ է անելու Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան երյակը։ Հիմա հարցել ես այն օրը ինձ ստիպելով, ես տվյալ մարդուն լսում էի այդ որ ասում էր Քարուքանդ կանեմ, կփշրեմ, կջարդեմ, ես կանեմ։ Փոքրիկ Նիկոլիկ Էդմոն Մարուքյան։ Կներեք էլի որ այդպես եմ ասում։ Դե Աննա Հակոբյանի բառապաշարից հետո Արիաննա, ձեր բառապաշարը բավականին կուլտուրական չէ, բա հետո էլ ասում են լին Արիան այն կուլտուրական ընդդիմություն է, կուլտուրական լրագրողները, ոյ լին Արիանային տեսեք։ Вот, կլասիկ Էդմոնը արի բացենք հերթով նայենք, ասում է այն, ինչ որ Նիկոլներ ասում։ Պրոստո մի տարբերություն հիմա ավելացնում է Նիկոլի անունը։ Ասենք հիմա հարց։ Ես Facebook-յան տեսանյութի միջոցով եմ դա ասել։ Էդմոն Մարուքյան։ Հլասա Նիկոլը Դավաճանա Նիկոլն է Արցախը հանձնել։ Ամբողջ ԿՊ-ին պետքա տանես դատես։ Աննայից բռնած։ Ինչ ես անել, ինչ լոլոներ ես կարդում։ Ասում եմ, եթե այդ բառապաշարն օգտագործենք, չենք կարող ակնկալել, որ ԿՊ-ից ձայններ կտան։ Ոյ, ինչ եք ասում։ Նիկոլը կամ այս Էդմոն Մարուքյանը կամ ուզում է ինչ-որ մի բան փախցնի Նիկոլից, հասկանալի է, հա, ինչ եմ ասում։ Կամ էլ Նիկոլն ասել է, արի նստի շեղի, Սարգի նորից Սերժ Սարգսյան, նորից նույնն է, այս կլասիկ Էդմոն Մարուքյանը։ Ոնց են բոլորն անում, ինչ որ գալիս է մի ժամանակաբան չէ, շրջան, որ պետք է ինչ-որ մի լուրջ բան լինի, Սերժ Սարգսյանի անունը տալով բոլորին շեղում է, նույնն է էս։ Սերժ Սարգսյանի, հիմա հարց, բա որ Սերժ Սարգսյանը այդքան մեղավոր էր, կամ այն Ալեն Սիմոնյանը, որ ասում է մարդասպան Ռոբերտ Քոչարյանը, բա որ մարդասպան է, ինչի բանտում չի։ Ասիկ, չգիտեմ։ Բայց այդ մենք տեսնում ենք շատ թունդ բանավեճեր, կռիվներ, Ես չեմ հավատում։ Անթուփ հայհոյանքների հասավ, վերջին անգամ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր այդտեղից խոսում, պատասխանում էր Լևոն Քոչարյանը։ Ինչի համար են այս տեսարանները, եթե իրականում ընդդիմություն եւ իշխանություն պայքար չեք տեսնում։ Ես ընդդիմություն չեմ տեսնում, մեր երկրում ընդդիմություն չկա։ Բոլորը Նիկոլի գրպանի կապիկ ընդդիմություններն են, ես ասել եմ ու կասեմ, պայմանավորված, ասենք, Արցախ կորցրեցինք, տարել են ձևական, Արցախի դրոշը դրել են դեմները, Նիկոլ 7 տարի մենակ մենք լսում ենք, թալանեցիք, Նիկոլը ընդդիմությանն ասում, ձեր տերերը թալանել են, սրանք Նիկոլին են ասում, թալանել են։ Ինչ են արել, Հրանտ ջան, այս ձևական ընդդիմությունը, հա, տեսել ես ինչ-որ մի նախագիծ տանեն ու ԿՊ-ն ընդունի, տեսել ես անեն։ Չունեն այդ մեծամասնությունը, չէ՞։ Չունեն նստած, Նիկոլից, պարգևավճարները ստանում են, լավ փողեր են առնում, Եվրոպաները ԿՊ-ականների հետ ման գալիս են, ճիշտ է, հա ինչ մի երկու բան էլի կասեն էլի, ասենք եթե ընդդիմությունը գլորեն, հա գլորեն գնան, որովհետև ես էլի եմ ասում, այս ընդդիմությանը որ դուրս լար է, ֆայլը բազարում իրաց կաշկա չեն տակշել, պարգևավճարը ստանում են, ասենք թուքումուրն ուտում են, թքում են ընդդիմության վրա այդ կերպարների, ասում են անձրև է գալիս, ասենք ուր անդեղ ընդդիմություն, ասենք հələ պատիվ ունեմ 6 հոգի ունի, պատրաստակամություն հայտնեցին, որ հա մենք մասնակցում ենք impeachment-ին, էսկոմ ենք ու բերեցին Էդմոն Մարուքյանի տեխնատությունը։ Այո, ու բերեցին Էդմոն Մարուքյանի, այո, բերեցին դիտավորյալ Էդմոն Մարուքյանի առաջադրեցին իրան, ասենք ոնց է կարծում, Նիկոլի ձագին պիտի գնան ստորագրեն, դառնա վարչապետ, դե թող այնա Նիկոլը մնա։ Ով բերեց։ Նախկին ԿՊ-ականները, որոնք այլևս ԿՊ-ի հետ չեն։
Զզվելի է, անկեղծ եմ ասում զզվելի է, կարամ ես մի հատ կարճ հստակ բան ասեմ, ուզում եմ ֆեյքերը կսիտան իմեջի վրա։ Հիշեք, քանի Քոչարյանը կա, Նիկոլը համ մնալու է։ Ասենք Հելան Շուխուր արեցին, հիշում եք, Հելան Շուխուր արեցին Ռոբերտ Քոչարյանը գնացել է Մոսկվա հանդիպել է Պուտինի հետ։ Իրա լրատվական կայքերը։ Լավ խեք խափում։ Եթե նման բան չի եղել։ Պաշտոնապես ոչ հաստատվեց, ոչ էլ նման բան չի եղել, հաջորդ օրը ես մտնում եմ, ասում եմ, խեք խափում։ Ռոբերտ Քոչարյանը հանդիպի Պուտինի հետ, գրասենյակի մոտ ջոմես են կարմրագլուխ Ագնեսան ոնց էր իրան ճղել։ Հանդիպել են նկարներ, շ, արա խեք խափում։ Լավ, անկախ ամեն ինչից, արա չեն ամաչում, արա այդքան հրփել, գրփել, թալանել, միլիարդների մեջ լողում են։ Լավ, ինչ եք ուզում, այդ աթոռիկ թողեք գնացեք եւ ի վերջո ուրիշ հերոսի անուն մենք չգիտենք։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ես մի անգամ ճգնաժամից հանել եմ երկիրը։ Ինչ արել Ռոբերտ Քոչարյանի ժամանակը պատերազմ ա եղել, հաղթանակած նախագահ, ինչա։ Անկեղծ եմ ասում, հեսա կասեն, այ էլի Սերժի մարդնա, Սերժը փողա տվել, որ խոսում է։ Էս է, այս տգետ հասարակության կարծիքը։ Ինչ ա արել Ռոբերտ Քոչարյանը, կռիվ եղել է, չի եղել, եղել է խաղաղ պայմաններ, քստիկներով եկել է աշխարհի միլիարդը դիզելա հելել թողել գնացել է։ Պատերազմից հետո երանելի վիճակ։ Հարց եմ տալիս պրոգոմեշը, ես էլ գովազդեղավ։ Սենց աշխարհով մեկ խանութներ են բացում։ Հարց եմ տալիս մի հատ արցախցու ընտանիքով ապահովել է, թե չէ, Ռոբերտ Քոչարյանը արցախցի լինելով։ Ինչ են արել։ Մի հատ երեխու գնացել են, տեսել են, մի հատ տիկնիկ նվեր տարել, տվել են, թե բա մենք գաղտնի ենք պահում։ Արա խեք գաղտնի պահում, արեք, ես էլ ձեզի բան չասեմ, ասեմ հալալա ձեզ։ Նորել Ամերիկայում են բացել, լավ, մենք խի չենք անում, մենք խի չենք կարում անենք։ Այսքան բզեզի նման աշխատում ենք։ Ասենք ում են էշի տեղ դնում Հրանտ ջան։ Ամեն դեպքում քաղաքական դաշտը կամաց նախընտրական փուլ է մտել։ Բոլորը մտել են նախընտրական փուլ, նույնը Լյովիկը գյուղերով ընկած, գնում, ընկեր մինչև այդ չեն գնում։ Հենց գալիս է նախընտրական պահը, դրանից մի 2-3 ամիս առաջ գնում են խեղ ժողովրդին խափում են, այս կանենք, տատանքները գալի վեր են ընկնում աթոռին, խափում իրանց գրպանները լցնում։ Ես էլ ասում եմ ժողովուրդ ջան, մենք անդիմություն չունենք, вот и всё։ Ու ասում եմ, քանի Քոչարյանը կա, ու իր թիմը բոլորը նախկին Նիկոլական, Նիկոլը համ մնալու է, вот и всё։ Հենց հարցը դրան էր վերաբերում 26 թվականից, եթե փաստորեն մինչև 26-ը ոչ մեկ ոչինչ չի ուզում անել, ինչ սպասել այդ ընտրություններից, երբ որ այսպես ասած միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորվելու մասին արդեն էլ հույսել չի կարող լինել այսքանից հետո։ Մնում է ասենք մենք դուրս գանք, կոչանենք ժողովրդին, ինքնուրույն, ինքնաբուխ հավաք կազմակերպեք, սրանց սաղին բռնենք այս ընդդիմությունով, նիկոլականներով, բաներով, փրկենք երկիրը, ոչ մեկ մեր երկրի մասին չի մտածում։ Որ մի ընդդիմությունն է խոսում Կիրանցից, որ մեկն է գնում, Սյունիք, այս կողմ, այն կողմ, ով է գնում, տեսել ես մեկը գնա։ Ընդդիմություն տեսել ես։ Կիրանցից եկան, Արյանն է։ Բայց ես գիտեմ, Կիրանցից դիտման Բագրատ Սրբազանը։ Կներեք, ես բան չհնչի էլի սատանիստ եմ ոչ, ես առաքելական եկեղեցու զավակ եմ, ես իմ Տեր Աստված, բայց Բագրատ Սրբազանին ով բերեց, ասում են Քոչարյանը, ով կանք տվեց, ով մտավ իրա մոտ դուրս եկավ, այն բանը Բեղլուն, կներեք Իշխան Սաղաթելյանը Բեղլուն չէ, Սեյրան Օհանյան, այս կողմ են կողմ, ով պրավալ տվեց, նաև շշուկներ են ֆռնում, որ ճանապարհին քայլելուց հանդիպել է նաև Բագրատ Սրբազանը Նիկոլի հետ, շատ գաղտնի, ասենք դուք հավատում եք Բագրատ Սրբազանին, ամսին բոլորս էլ հանդիպել ենք այնտեղ մենք երկուսով, ես լաց լինելով տուն եմ եկել, ցելով ժողովրդի մեջ այդ մի ուժն էլ, այդ մի ուրախությունն էլ, որ կարա Նիկոլը գնա,
կոտրեց, խաբեց։ Հիմա էլ օրինակ չէ, իմ տան կողքը կպած օպերա դրած ինչ որ չենք վստահում։ Լավ, ինչը չենք վստահում։ Ինչ յանի, ինչ եք անում։ Ինչ եք անում։ Գնացին գրեցին։ Ժողովրդին շեղում են, շեղում։ Ակցիաներով, ստորագրահավաքներով։ Շեղում, դեբիլացնում, շեղում են։ Ոչ Բագրատ Սրբազան, ոչ Քոչարյան, ոչ դաշակ չկա, բոլորը իրանց էշություններով շեղում են այս խեղճուկրակ ժողովրդին։ Լավ, ասենք այս ժողովուրդը հոգնել էր մի պահ, լավ այս դավաճանին ընտրեց բերեց։ Լավ, արա, այդ 11 միլիոն հայ ենք, հա, այսպես ասած աշխարհով մեկ։ Արա լավ, նա տղա չկա։ Մենք ուրիշ հերոսի անուններ չգիտենք։ Բոլորը մեկ դարձել են Սերժ, բոլորը լավն են։ Արա, եթե Սերժը վատն է, արա ելեք դուք ձեր տղայական քայլը արեք։ Նիկոլի վզից բռնեք ու դուրս շպրտեք։ Այն աստիճանի ենք հասել, որ լնայ անդիմությունը իրարա գզում։ Օրինակ պայտակ լավ անում Աննա, նստած էլ ոչիլ, տգետ, տխմար։ Այդ պահին, եթե իրանք ինքնասիրություն ունենային, արդեն իսկ բոլորը պիտի մանդատները վայր դնեն, ասեն, ես ինչ անում, լավ, հասկացանք Նիկոլի կնիկը չի, չգիտենք սիրուհինա, սիրուհին չի, հաստատ Նիկոլի երեխեքի մայրն է, 1000 բան ենք լսում, ինչ ասել։ Մինչև Աննա Հակոբյանը ազգային ժողովի ամբիոնից է իշխանությունը ընդդիմության հասցեին ամենավերջին մենակ էդ են անում, դրանով ես ասում եմ շեղում է, մինչև Նիկոլը իր վերջի սև գործը անի, սև գործը արես պրծավ, հիմա ոչ մեկ, որովհետև այն տեսակ բաներ է սպասվում, խի պիտի գան նստեն, իհարկե, խի պիտի գան նստեն վարչապետի աթոռին, հենա իրանք ընդեղից պարգևավճարը կստանան, հա ինչ այլ է, թուքումուրը կուտեն, կասեն Նիկոլ սենց, մեր կոտ քացի, մացի իրար, նայում է սիրտը խառնում է, կտան մինչև Նիկոլը իր սև գործ անի պրծնի, հետո սենց կոստյումները կհակնեն, օ ժողովուրդ, այս դավաճանները դուրս եկեք, որ գան նորից խափեն նստեն աթոռին։ Գիտեմ, այդ դուրս գալու հետ կապված, հա, անընդհատ նախապայման է բերվում, որ պետք է դրսում այդ զանգվածը լինի անհրաժեշտ եւ այլն։ Մենք այս վերջին 4 տարվա մեջ տեսել ենք, հա, առնվազն նույն Բագրատ Սրբազանը, երբ որ հասավ հրապարակ 21 թվականի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը շատ ավելի բազմամարդ էր։ Այդ ժամանակ ինչի չեղավ, որ հիմա ենք սպասում, որ պիտի լինի այդ տարան ընտրությունների, ես էլ եմ ասում, որ Նիկոլը իր սև գործը անի ու վերջացնի։ Մի հատ էլ դրել են ամեն մեկ իր տիրոջնա գովում, էսա գովում, մենա գովում, լավ արա մարդեք դուք մենք երկիր ենք կորցնում։ Ասենք դուք, ասենք ես զարմանում եմ, էլ ես իրար ուտելու փոխարեն, եթե իրենք հայրենիքի մասին մտածող լինեին, ամեն ինչը մի կողմ կդնեին, կհամախմբվեին, ժողովրդին էլ կհանեին ոտքի, Արցախն էլ, որ ուզենք, կարանք անենք, Արցախն էլ կարանք ազատագրենք, այն սուվերեն տարածքները, որ տվել են, դա այո կիսատ մնաց, Բագրատ Սրբազանը քայլելով խափեց, հանեց, բերեց կիրանցից ժողովրդին ստեղ, որ հանձնեցին, հիմա Բագրատ Սրբազանին ասենք, արեք գնանք, ժողովրդին հանենք այնտեղ, թուրքերի լարենք, ով կգա, տես 2 ժամում անունս ոնց կեղտոտեն ֆեյքերով, ճիշտ բան ասում ես, հիմա էլ բանա չէ դուրս եկել են արեստական բանականություն, վիդեոները սարքում են կամ տղու աղջկա ձայնով, ինչ ասես, էդ, Նիկոլն ու ընդդիմությունը իրար շատ լավ արժանի են, շատ լավ, ոչ մեկ Աննայից ոչինչով չի տարբերվում, մնում է Աննան ընդդիմադիր կանանց տանի, սովորացնի իր ամենաճիշտ մասնագիտությունը, պրոստը բունկերում ոնց պետք է բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել, չկա, մենք երկիր ենք կորցնում, իրանք այնտեղ մուկն ու կատու են նկարում։ Իդեպ նաև արտաքին քաղաքական առումով բավական հետաքրքիր զարգացումներ է տեղի ունենում, Լավրովը Հայաստանում է եւ մենք տեսանք, հա, ինչպես Հայաստանը որպես դաշնակից երկիր ընդունեց պաստառներ հակապուտինյան, Ռուսաստանի դեսպանատան դիմաց, Կիևյան կամուրջի մոտ։ Իսկ է տարողը ով էր, բանակից թռած, չգիտես տղամարդ հա, կինա, ով է,
Եկեք չխոսեմ էլի դրա մասին Արման Բաբաջանյանի նման, արդեն կերպարը պարզ է, ով էր դուրս եկել Լավրովի դեմ, ինչ որ դուք մարդասպանեք, այսեք Կիևյանից պաստառներ են կախում, էս են անում։ Նա ով է, հա ինչ։ Համաձայնեք, որ եթե իշխանության թողտվությունը չլիներ, հա միանշանակ Նիկոլը Արմանչիկին ասել էր Արմանչիկ, դավայ, վաս Են էլ դուրս էր եկել էլի։ Ասենք Արման ով է, որ ես իր մասին խոսեմ, ես իրանից զզվում եմ։ Բանակից թռած, չգիտես կինա, տղամարդա, ինչա, ով է։ Առանց մեկնաբանության։ Իսկ Լավրովը տղա է։ Իսկ այդ դեպքում այն ինչ որ նման մարդիկ գալիս են ու այդ տեսակ դիմավորում են, որ հետո ռուսը թաթը քաշում է, պարկած դիվանում տղամարդիկ ասում են ռուսը մեզ չի օգնում, ինչի պիտի օգնի։ Ինչի պիտի օգնի, դուք պարկեք դիվանում, թույլ տաք Արմանա նման Արման Բաբաջանյանները, որ էլի եմ կրկնում, չգիտես, տղայա, քույրիկա, մամայա, պապայա, ինչա, դուրս են գալիս նման լկտիություններ են անում, բայց հանրությունը ինչ չեն ասում։ Հետո էլ որ հավարը գցում են ռուսը մեզ սենց արեց, մեզ նենց արեց։ Ինչ է անում են, լավ են անում։ Սա նաև ընդդիմությունը պետք է ավելի անկեղծ լինի գործընկերների հետ եւ գոնե ցույց տա թե ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Այդքան։ Այնա եւ ամփոփելով մեր զրույցը ինչ եք սպասում 26 թվականից։ Հա, հասկացանք, ընդդիմությունը վատն է, իշխանությունը առավել վատը, հետո գիտես ինչ եմ ուզում։ Այս ընդդիմությունը դադար տա, ինչքան պաշտոնավարել են, ինչ արել են, լավ են արել, հետ քաշվեն, թույլ տան, մենք այնքան երիտասարդներ ունենք խելացի, այնքան մարդիկ կան, չեն թողնում ձևավորվեն նոր ընդդիմություն, առաջ գան։ Երիտասարդ Էդմոն Մարուքյանն է, էլի։ Հա, Էդմոն Մարուքյանին հիմա բաց անեմ, Էդմոն Մարուքյան, որ նա ձակ անես կտաս կպահեմ։ Ասենք էլ ինչ եք ուզում ասեմ։ Առաջ է եկել Էդմոն Մարուքյան։ Ով է Էդմոն Մարուքյանը։ Եկել ես արդեն ասեցի չարժի կրկնեմ։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։